Բարև ձեզ։ Եվ այսպես 2025 թվականի ռեգիոնալ եւ գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների, ասենք այսպես, գարունամար հավաքածուն բավական հետաքրքիր, բավական բազմապովանդակ եւ բազմաշերտ ստացվեց։ Նախ գարնանը մենք ականատես եղանք Իրան-Իսրայել հակամարտության, կարծես թե ամենավտանգավոր, ամենասրված փուլին, բանը ասավ ուղիղ ռազմական բախումներին, իրավիճակը ել ավելի սրվեց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Իրանի ռազմական օբյեկտներին, միջուկային օբյեկտներին։ Թեհրանի պատասխանը եղավ հարվածները եւ Իսրայելի ռազմական եւ Կատարում Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտներին եւ թվում էր, թե իրավիճակը դուրս է գալիս կառավարելիության տրամաբանությունից եւ զարգանում է վատթարագույն սցենարով, հանկարծ հայտարարվեց համաձայնության հրադադարի եւ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Թեև դրանից հետո էլ կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Այդուամենայնիվ ստեղծված իրավիճակը բավական հետաքրքիր ուշագրավ հարցեր է եւ կարեւոր հարցեր է առաջացնում, ինչպես հասավ հակամարտությունը այդ փուլին, ինչպես հնարավոր եղավ, ինչպես կողմերը եկան համաձայնության, ում միջնորդությամբ, ում միջամտությամբ, ում մասնակցությամբ, ինչ պայմաններում եւ ամենակարևորը սա ավարտ էր, թե ավարտ չէր, եթե ավարտ էր, ապա ինչ հաշվով ով հաղթեց, ով պարտվեց, գուցե պարտվողներ եւ հաղթողներ չկան եւ ընդհանրապես սա ավարտ էր, թե շնչառական դադար, ասենք այսպես, նոր ավելի խորը դիմակայության համար։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու եւ խորանալու։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Էդվարդ Անտոնյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք նրանից, թե ընդհանրապես ինչ գնահատական ունեք այս հակամարտության, այս փուլի մասին։ Սա իրական պատերազմ էր, թե ուժի մկանների ցուցադրություն։ Իսրայելի համար դա պատերազմ էր, որ ինքը մտածում էր, եթե ժամանակը անցնի եւ Իրանը կարողանա հասնի այն վիճակին, որ միջուկային ռումբ ստեղծի, առաջինը գցելու է իր վրա։ Հաստատ Ամերիկայի վրա չի գցելու, ոչ էլ Ռուսաստանի։ Այդ իսկ պատճառով փոխադարձ ոչնչացման նպատակ կար։ Իրանը վերջապես Իսրայելին վերացնենք ու թեման փակենք, Իսրայելը եթե այսօր դա չանենք, այլևս ուշ կլինի, ել չենք կարող անել։ Ու նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցության ընթացքում հասներ նրան, որ Իրանը միջուկային զենք ստանալու քայլեր չաներ, բայց իր խաղաղ ատոմ ծրագրով այնքան հարստացված ուրան ունենար, որը կարճ ժամանակ հետո դառնար միջուկային զենք, Իսրայելին դա ձեռնտու չէր։ Որտեղ ասում էր, եթե անգամ այսօր Դոնալդ Տրամփը անհամեմատ ավելի ջերմ է Իսրայելի նկատմամբ, քան մեկ ուրիշ նախագահ Ամերիկայի, բայց եթե վաղը Դոնալդ Տրամփը չի, մենք ինչ ենք անելու Իրանի հետ։ Եվ դրա համար տոնը ավելի շատ հաղորդեց Իսրայելը նախահարցակ եղավ, անգամ այն աշճանի, որ երկու անգամ Միացյալ Նահանգները իր վրա վերցրեց, մի անգամ որ դե բանակցելու ենք հունիսի 15-ին հանդիպելու ենք հերթական, 13-ին Իսրայելը հարվածեց եւ երկրորդը նորից Միացյալ Նահանգների նախագահն ասեց երկու շաբաթ ժամանակ ենք տվել եւ հանկարծակի իրանք հարվածեցին։ Երկու անգամ պաստորեն սուտ դուրս եկավ։ Խնդիրը ստեղ նա է, որ ուղղակի այդ կարգի քայլեր անելու դեպքում առաջինը անվստահությունը առաջացնում բանակցային process-ի նկատմամբ։ Եվ երկրորդ ինչ խնդիր է առաջանում։ Լավ, համարենք այսօր զինադադարը ու չի խախտվի։ Թեպետ գրում են, որ խախտվում։ Լավ, թեպետ ասենք այդպես լինի։ Ինչ խնդիր լուծեց։ Հիմա մի կողմը ասում է, որ տեսեք ինչ արեցի, միջուկային օբյեկտները վերացրեցի, բայց նախ դուք չգիտեք ինչ ունի Իրանը, չէ՞ որ դուք հարձակվեցիք եւ հանկարծակի եկաք։ Իրանին բերեցին հանկարծակի, Իսրայելը հարձակվեց, որի արդյունքում ինքը հանկարծակի եկա, որ բայց պատասխանները ո՞նց է Իրանը տալի։ Բայց երկաթյա գմբեթը ոնց որ մենք պետք է որ մեզ պահեր, ոնց որ այդքան էլ լավ չի պահում։ Այսինքն այս պարագայում, երբ որ ժամկետը Իսրայելը ընտրեց, Ամերիկան ինքը ընտրեց, իրանք պատրաստ չէին այդ չափի պատասխան հարվածի։ Իդեպ Իրանն էլ պատրաստ չէր, որ այս չափի ներգրավված էր Իսրայելը անգամ իր տարածքում, որ եւ այս պարագայում ասել, որ խնդիր լուծվեց, Մագատեն, որը պետք է վերահսկի
Ուրանի հետ կապված միջուկային ծրագրերը Իրանի, այլևս Իրանը կհրաժարվի մագատեից, որ կասի, եթե դու պիտի գազ վերահսկես եւ այդ ինֆորմացիան ընկնի Իսրայելի ձեռքը, որ իրան կան դա ռմբակոծեն, հաջողություն էս կողմերը չերևաց։ Իսկ այդ դեպքում ով գիտի Իրանը էլ ինչ լաբորատորիաներ է պահպանել, ինչ մակարդակում է պահպանել եւ հաջորդ քայլերը, որոնք վերահսկելի չեն։ Ինչ տեղի կունենա։ Այս ընդհանրապես ով գիտի Իրանը միջուկային զենք ունի թե չունի։ Այսինքն ասել, որ Իսրայելը հասել է իր նպատակին, այդ ավելի շատ իր հասարակության համար է, որ չմեղադրեն, ասեն ձեր արածը ինչ էր։ Դրա համար ավելի վատ վիճակի եկան։ Իսկ Միացյալ Նահանգների ներգրավել այդ հարվածները ռազմավարական նպատակը որն էր՝ զսպել, պատժել, թե խաղի պայմաններ թելադրել նոր։ Կարծում էին, որ երբ որ հարված են, շատ հեշտ հաջողություն կունենան հանկարծակիության էֆեկտի վրա, երկրի ներսում ապակայունություն կառաջացնեն եւ անգամ իշխանությունը կփոխեն։ Հաշվի առնելով, որ կրոնապետությունից շատերը դժգոհ են։ Դա սխալ հաշվարկ էր, դա նույն հաշվարկն էր, ոնց որ Ռուսաստանը հաշվում էր, որ Ուկրաինա երբ որ մտավ, աղոհացով կդիմավորեն, կպառակտվեն, ռուսամետները իրանց կողմը կանցնեն եւ այլն։ Դա սխալ հաշվարկ էր, առավել եւս, երբ որ դրսից հարվածում ես մայրաքաղաքին, հետո դրսից ասում ես ես ձեզ խաղաղություն եմ բերել, այդքան էլ դա ընդունելի չի։ Ու անգամ այն պարագայում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հեղափոխությունից հետո Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին, որը որ գնաց Միացյալ Նահանգների, հետո խնդիր ուներ, քաղցկեղ ուներ, մահացավ, հետ եկավ արդեն հասավ Եգիպտոս մահացավ, բայց կբից Միացյալ Նահանգներ գնաց ինքը։ Իր տղան ապրելով Միացյալ Նահանգներում բավական լուրջ կրթություն ստանալով հարավային Կալիֆոռնիա ավարտած, այսպես է, նրան շատ լավ պատրաստում են որպես թագաժառանգ։ Մի ինչ որ լավ օր դա մեզ պետք կգա, բայց շատ վատ ստացվեց։ Եթե նույնիսկ ինքը բավական քաղաքակիր, բավական լավ թիմ ունեին, մեծահարուստ մարդիկ Իրանից դուրս էին եկել, դրսում շատ լավ ապրում էին, ինքը աշխարհիկ Իրանի կողմնակից էր, բայց երբ որ դու ասում ես, այ որ Իսրայելը խփել է ճիշտ արել, մեղավորը դուք եք որ խփել է, ես կգամ ձեզ ստիրություն կանեմ, դա չի կարող լավ ընդունվել երկրի ներսում։ Այսինքն վատ պահի իրան խաղի մեջ մտցրեց։ Այդ վատ պահերին էլի կանդրադառնանք նաև մեզ հետ կապված, իսկ Իրանի պատասխանը ռազմական նպատակները հետապնդում Իրանը հասավ իր նպատակին, թե չհասավ։ Իրանն էլ իր նպատակին չհասավ, որովհետև Իսրայելի վտանգը ինքը ունի։ Այստեղ խնդիրը ամենևին նաև նա չի, որ մենք ասենք ով է ճիշտ, ով է սխալ։ Սկսված Իսրայել պետությունը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի կողմից 47 թվականի նոյեմբերի 29-ին, որից հետո մինչև ձևավորվեց 48 թվականի արդեն մայիսի 14-ին, հարցը սա է, այդ պետությանը չեն ճանաչել հարևանները։ Չեն ճանաչել, ասեն, բայց ՄԱԿ-ը ճանաչած պետությանը չես ճանաչում, իրանք ինքնապաշտպանության իրավունք ունեն։ Եվ մի շարք պատերազմների արդյունքում հերիք չի իրանք կարողացել են ինքնապաշտպանվել, լավ մի բաներ ուրիշներից տարածքներ են վերցրել։ Ու այդ պարագայում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը արդարացված է։ Հիմա այս փուլում մենք կարող ենք ասել, որ ոչ այս կողմը հաղթեց, ոչ այն կողմը հաղթեց, թե ինչ որ մեկը հաղթեց։ Ոչ մի կողմը բացարձակ առումով ասենք ոչ մեկը չեն հաղթել։ Ոչ մի կողմն է չհաղթեց, բայց ուրիշ խնդիր առաջացավ։ Ես որ ասում եմ ինքնապաշտպանության իրավունքը արդարացված էր Իսրայելի, արդարացված էր անգամ հոկտեմբերի 7-ին, երբ որ Համասը հրթիռակոծեց եւ մտավ տարածք, պատանտներ վերցրեցին, միանշանակ ինքնապաշտպանության իրավունք, բայց երբ որ Դոնալդ Տրամպը ոգևորեց Իսրայելին, նրանք էլ ասեն, ես ինչ լավ է գնանք Գազան ազատագրենք, տանք Ամերիկային, կամ հեսա դնենք Իրանին հրթիռակոծենք, այդ դեպքում արդեն ինքնապաշտպանության իրավունքից մի քիչ առաջ անցավ։ Որտեղ եթե նույնիսկ ասեր, դե եթե Իրանը չվերացնենք, միշտ էլ վտանգը կլինի, դա արդարացված չի։ Միշտ էլ կարող է իմանանք, որ դիմացի հարևանը մեզ վտանգ է ներկայացնում, բայց կանխարգելիչ գնանք նրան սպանենք, մեզ չեն արդարացնի։ Այսինքն, այնպես որ այդ հարցում, եթե մենք հիմա նայենք, կարող ենք բերել 10 օրինակ, որ Իսրայելը ճիշտ էր, 10 օրինակ, որ սխալ էր։ Նույնը Իրանի դեպքում։ Շատ դեպքերում մարդիկ կա մեկի համակրանքը նրա կողմն է, մեկի կողմը, բայց դու երկուսն էլ իմանաս, որ իմանաս հակառակ կողմը ինչ փաստարկներ ունի, չէ՞։ Բայց մեր պարագայում մեզ օրինակ ի՞նչն է հետաքրքրում։ Լավ, այդ պատերազմի արդյունքում պատերազմը չմտավ Հայաստան։ Վտանգներ անկայունություն կա, ու շատ վտանգավոր է, չի ավարտվել դա։ Բայց ի վերջո մենք մտածում ենք, իսկ մեր համար դա մեր պատերազմը չէ, մենք չէինք կարող կոնֆլիկտի կողմը լինել։ Եվ իդեպ ասեմ, ես նաև սխալ եմ համարել, որ Հայաստանի իշխանությունները ասին դատապարտում ենք Իսրայելին, սատարում ենք Իրանին։ Ասեմ ինչի, որովհետև
հարց է առաջանում։ Մենք չենք նայում որևէ մեկը Իսրայելն է սիրում, թե Իրանին։ Սերը քաղաքական, առավելես քաղաքագիտական կատեգորիա չի։ Այլ այսպես ենք նա, ովքեր են կանգնած նրա թիկունքին, ովքեր են կանգնած նրա թիկունքին։ Մենք դրան կգանք հայտարարություն, ընդհանրապես դիրքավորում եւ այլն, բայց մինչ այդ շարունակելով այս հակամարտության թեման, ով ինչ շահեց, ով ինչ կորցրեց, կասկածներ ունեք կամ հիմքեր կան կասկածելու, որ այս ամբողջ պատմությունը պայմանավորվածությունների տրամաբանության մեջ էր։ Հարվածները, փոխադարձ հարվածները, սցենարները տարբեր են այդ պայմանավորվածությունների հիմա քննարկվում է փորձագիտական շրջանակներում։ Ասենք տարբերակ 1, որ Միացյալ Նահանգները հորդորում է Իսրայելին դադարեցնել։ Իսրայելը համաձայնում է դադարեցնել պայմանով, որ մինչ այդ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Միացյալ Նահանգները Իրանի այդ պայմանավորվածությամբ հարվածում է, գիտենք չէ, որ հարվածեց, բայց ասում են, որ այդքան ուժեղ չէր, շատ չի վնասել եւ այլն եւ այլն։ Հետո Իրանին հորդորում են դադարեցնել։ Իրանը ասում է դադարեցնեմ, բայց պայմանով, որ ես էլ պիտի պատասխանը տամ։ Պատասխանը տալիս է Իսրայելին եւ Կատարին, Կատարն էլ որպես շահագրգիռ կողմ համաձայն է, որ սահմանափակ այդ հարվածները լինեն, ելի նախապես տեղեկացնելով։ Ախր տեղեկությունները միշտ այն մասին, որ նախապես գիտեինք, նախապես տեղեկացրել էին։ Նման սցենար դիպաշարժ կարելի է կառուցել, թե չէ։ Այսպես նայենք, երբ որ Միացյալ Նահանգները մտավ խաղի մեջ, որպեսզի միջուկային օբյեկտները վերացնի, ասում է, ինչ նպատակով մենք մտել էինք այս կռվի մեջ, նպատակը իրականացավ, պատասխան հարվածը Իրանի կողմից, եթե համարենք, որ դա ուղղակի պետք էր, որ Իրանը դեմքը փրկի, այդ պատասխան հարվածը Ամերիկան տեղյակ էր, համարենք, որ Իրանին ձեռնտու է, որ Ամերիկայի միջնորդությամբ պատերազմը դադարի։ Բայց ով է ասում, որ դա հենց Իսրայելն է շահելու։ Եթե Իրանը 1.650.000 քառակուսի կիլոմետր տարածք ունի, մոտ 90 միլիոն բնակիչ։ Իսրայելը անգամ օկուպացված տարածքներով 22-1.000 քառակուսի կիլոմետր։ Շահելու, պարզապես մի իրավիճակ, որ փոխ պայմանավորվածություններով բոլորի դեմքը փրկվում է։ Բոլորն ասում են, ես հաղթեցի, Իրան ասում է, ես տեսակ պատասխանեցի, հաղթեցի եւ այլն, իմ միջուկային ծրագիրը խաղ նպատակներով պիտի շարունակեմ։ Իսրայելն ասում է, ես ոչնչացրեցի, Միացյալ Նահանգները ասում է, ես խաղաղություն բերեցի։ Դեվատնայա, որ սովորաբար պետք է իրանք իմանային, որ արտաքին քաղաքականությունը ավելի շատ շախմատի է նման, պատահական չէր, որ Զբիգնև Բժեզինսկին մեծ շախմատային տախտակի մասին բաներ գրում։ Չգիտեմ ինչի, ոնց է, որ հիմա նարդի խաղացողներն են աշխարհը ղեկավարում, բոլորը գլուխները գովում են։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ դա այդպես չի, որովհետև Իրանն ասում է, ես իմ քաղաքացիական ծրագրերս խաղաղ ատոմի ծրագրերս պետք է անեմ, չեմ դադարեցնելու։ Այսօր դուք ոչ մի ձևով չեք կարող վերահսկել նա անում է թե չի անում։ Բա ինչ եք շահել։ Եթե դուք պայմանավորվում եք նույնիսկ հարվածներից հետո ձեզ չհաջողվեց Իրանը մասնատել, իսկ դա առաջացնում է ուրիշ խնդիր, որքան ուզում ենք ինչից խոսենք, եթե մեզ հետ չենք կապում, շատ դժվար է պատկերացնել։ Մեր հարևանն է, մենք իր հետ խնդիր չունենք։ Ինքը հայտնվում է խնդրի մեջ, մեխանիկորեն կարող է իր խնդիրը մերը դառնա։ Եթե այսօր Իրանը համարում է, որ արևմուտքը իր թշնամին է, Իրան հարվածել է, մարդիկ զոհվել են, այդ պարագայում մեզ կարող, եթե ինքը հաղթանակ տանի, ինչ պետք է ասի Հայաստանին։ Հենց կանեք արևմուտքից ձեր կողմերը մարդ չերևա, թե չէ խնդիր կունենաք ինձ հետ։ Առավել եւս հիմա Իրանում, երբ որ կամած փորձում էին աշխարհիկ կյանքով դեպի գնալ, որտեղ 21-րդ դարում շատ դժվար է պատկերացնել այդ կրոնական այդ, այսինքն սահմանները դնելը, բայց այս պարագայում հիմա ինչ եղավ։ Այն իշխանությունը, որը չտապալվեց, պետք է իր ժողովրդին ասի, տեսակ, այդ արևմուտքը մեր դեմ ինչ էր անում։ Ինքը ավելի է կոշտացնելու երկրի ներսում իր դիրքերը։ Իսկ այդ պարագայում որքանով է մեզ ձեռնտու, որ մեր հարևանը ռադիկալ դիրքի վրա ալնի։ Իսկ եթե ինքը պարտվեց, այդ դեպքում հարցազրույցում բա մենք իրան պաշտպանում էինք հակառակ կողմի դատապարտում, հակառակի թիկունքին կանգնած էր Միացյալ Նահանգներ ու չմոռանանք Եվրոպայի վերաբերմունքը։ Եթե չասենք ամբողջական վերաբերմունք Եվրամիություն կամ Եվրոպա, այսօր ովքեր են այդ լուծը քաշում Եվրոպայում։ Մեծ Բրիտանիա, որ Եվրամիության անդամ չի, Ֆրանսիան եւ Գերմանիան, այդ երեքը ինչքան էլ տարաձայնություն ունեին Ամերիկայի հետ, իրանք պինդ կանգնեցին Ամերիկայի ծրագրի կողքը։ Մենք այստեղ բաց չենք թողնում շատ կարևոր դերակատարների երկու հզոր պետությունների, որոնք ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունեն Իրանի հետ։ Խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի մասին է։ Այս
ամբողջ գործընթացում պայմանավորված, չպայմանավորված, գուցե պայմանավորված, ոչ բարձրաձայնված, գուցե ստվերում եւ այլն, ինչ դերակատարություն ունեցան Ռուսաստանը եւ Չինաստանը։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Իհեսնեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Էդվարդ Անտոնյանի հետ, պարոն Անտոնյան, մենք հասանք այս հակամարտության այս փուլում եւ հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի եւ Չինաստանի ուղիղ կամ ստվերային դերակատարությանը։ Չինաստանին ձեռնտու է, որ Միացյալ Նահանգները խնդիրներ ունենար, դա բնական է, որտեղ Միացյալ Նահանգների սկզբանե Տրամփն ասում էր, մեր նպատակն է մեկուսացնենք Չինաստանին, անգամ պատրաստ ենք Ռուսաստանին փոկել, մի բան, որ ասում ենք դա խորը թյուրիմացություն է, դա հնարավոր չէ երկուսին իրարից փոկել։ Այսինքն Չինաստանի դիրքորոշումը պարզ է, որ նավթի դատապարտել եւ հասկանալի առիթը բաց չէր թողնի։ Ռուսաստանի պարագայում այս պատերազմը, քանի որ հիմա հոսամենակես չի, ռուսական ուկրաինական պատերազմը չի ավարտվել։ Հիմա վերադասավորումները Իրանի հետ կապված, վերադասավորումներ են ռուսական ուկրաինական պատերազմի հետ կապված։ Երբ որ Դոնալդ Տրամփը ասում էր, որ Ռուսաստանը ագրեսոր չի, մեղավոր է Ուկրաինան, որ Ռուսաստանը իր վրա հարձակվել է, երբ որ դու Ռուսաստանին ագրեսոր չես համարում, 3 այսօր Պուտինը Ամերիկային է ագրեսոր համարում։ Նույն բառերով, որ բառերով պետք է համարեիր Ռուսաստանին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամը հարձակվել է հարևանի վրա, սա ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը, այս բոլոր բաները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, որը Ամերիկան արդարացրեց, որից հետո նույն բառերով Ռուսաստանը Ամերիկային է մեղադրում, եթե հիմա Ամերիկան կանգնի ասի, «Էդ ինչ ես ասում, նույն բանը դու ես արել», կասի ոնց, դուք չեք կարդացել Դոնալդ Տրամփի հայտարարությունը, որ ես ագրեսոր չեմ։ Շատ օգտագործեց այս իրավիճակի։ Հա, բայց հիմա ուրիշ հարց առաջացավ։ Հիմա պետք է Տրամփը իր սխալը ուղղի։ Ինչպես։ Այն վերաբերմունքը, որը ունեցել է Ռուսաստանի նկատմամբ, այն հետ քաշվելը Ուկրաինայից, այս որ հիմա տեսավ ինչ կատարվեց, ոնց իրան դատապարտեցին, հիմա պետք է ասի լավ, եթե խոսքով չեմ կարող քեզ տեղը դնել, որովհետև կասես դու ես ասել, ես ագրեսոր չեմ, գործով տեղը կդնեմ։ Հիմա այս նոր վերադասավորումների առումով տեսան ոնց պիտ կանգնեց Եվրոպան Ամերիկայի ծրագրի կողքին, նույնիսկ եթե շատ բաների հետ համաձայն չէր։ Այն աշճանի եւ Ֆրանսիան, անգամ Մերցը, Ֆրիդրիխ Մերցը, կանցլերը Գերմանիայի ասեց, այն կեղտոտ գործը արեց Իսրայելը, որը մենք պետք է անեինք։ Բայց հարցը ցակում, այդ երբ էր Գերմանիան պատրաստում Իրանի վրա հարձակվի, որ հիմա էլ կեղտոտ գործը Իսրայելն է։ Այդ չափի աջակցեցին։ Եվ այդ չափի աջակցությունը գին ունի։ Նրանք կանգնած են Ուկրաինայի թիկունքին, Եվրոպան։ Եվ հիմա Ամերիկան տեսավ, որ նույնիսկ Դմիտրի Մեդվեդևը, որ շատ դեպքերում նրան ասում են, հա դե լավ լուրջ մի ընդունեք։ Ինչ է նշանակում լուրջ մի ընդունեք, նախկին նախագահն ա եղել, նախկին վարչապետն ա եղել, այսօր անվտանգության խորհրդի փոխնախագահն է։ Նա պաշտոնյա է, իշխող քաղաքական ուժի ղեկավար։ Տրամփն էլ ասում է, եթե իսկապես այդպիսի բան ասել է, թե չի ասել, մի հատ եթե ճշտվի։ Հա, բայց կանգնում ասում ենք կանանք միջուկային զենք տանք Իրանին։ Այսինքն Ամերիկան պետք է դրանից եզրակացություն ունենա, բա դու ինչի համար է Իրանի հետ կռվում, երբ որ պատրաստ են ուրիշ երկրներ միջուկային զենք տան Իրանին։ Դրա համար այս հարցում հիմա այն բոլոր սխալները, որը տեղի ունեցավ, երբ որ Ուկրաինայի թիկունքին կանգնելով հավաքական արևմուտքը ասում էր ագրեսորին պատժում ենք։ Մեր գործն էլ էր հեշտ։ Մենք ասում ենք մի ագրեսոր էլ մենք ունենք։ Մենք էլ ենք պատրաստ ձեր հետ համագործակցենք, որ պատժեք, շուռեկեք մի հատ սրան պատժեք։ Երբ որ Դոնալդ Տրամփը սկսեց ողջունել ագրեսորներին, Ռուսաստանին, Թուրքիային, դե տեսակ ոնց Սիրիան գրավեց, անենց ծեր գովում Էրդողանին, ասենք, այս մեզ սկսեց մտահոգել ինչի համար։ Ասում ենք նշանակում է դու ագրեսորի կողմից ես։ Այդ դրա համար էլ քո ագրեսիան նորմալ է համարում, ասում ես ուրիշներն էլ են անում։ Այնպես որ այդ կարգի հարցերը մեզ հետ ուղղակիորեն առնչվող է։ Հետո մի բան էլ ասեմ։ Շատ դեպքերում ասում են Իրանը մեր սահմանը պահում է, իր համար կարմիր գիծ է։ Շատ է եղել, որ ասել ենք, դե հարևան պետությունը չես կարողանում ավելի բաց ասես, բայց քանի անգամ ասել ենք, մեկը ելնի իր անվտանգությունը պահելի, ժողովուրդ ջան, ոնց ամենքը մեր անվտանգությունը, կամ լավ, այսօրվա Իրանը պահում է։ Հասել ենք, որ չի հաջողվելու հիմա իշխանափոխություն անել։ Հա, բացատրել ենք, թե ինչի չի հաջողվելու, երկիրը պատերազմի մեջ է։ Իսկ եթե հաջողվեր, ով է մեր կարմիր գիծը քաշել։ Կրոնապետությունը քաշել է,
հաջորդ իշխանությունը, որը Իսրայելի հետ Ամերիկայի դրածո գալու էր, նա մեզ խոստացել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Այսինքն ուզեմ ասեմ, այդ հավանական բոլոր քայլերը մենք պետք է հաշվի առնենք, որ չլինենք կոնֆլիկտի կողմ։ Որ անկախ նրանից մեր համակրանքը ում կողմն է, այս պաշտոնյա չեմ, հանգիստ կարող եմ ասել, այս նրա սխալը, այս նրա իշխանությունը չի կարող դա ասել, որովհետև դա հետևանք կարող է ունենա։ Եթե Իրանից մարդ է գալի Հայաստանում, ասում է մենք բարձր ենք գնահատում, մեր նեղ ժամանակ դուք մեր կողմն էիք, մենք պետք է մտածենք, բայց մյուս կողմը ոնց է գնահատում։ Իսկ այդ մյուս կողմը դա արևմուտքն է։ Այստեղ բավական Իրանի հետ կապված հարցեր են առաջանում նաև իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության ընդունած փաստաթղթի հետ կապված։ Նիկատուն եք Ստամբուլին է։ Հա, հաստ։ Հայ հրկե։ Խնդիրը առաջանում ոչ միայն Իրանի հետ կապված, մենք այսպես նայենք։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Ստամբուլ, հանդիպել է Էրդողանի հետ եւ փորձել են նորից ստեղծել։ Դրանից հետո մի օր հետո հավաքվում են 57 պետության համագործակցությունը հավաքվում է եւ այնտեղ իրանք մի հատ Ստամբուլյան խարտիա են ընդունում, մի հատ էլ 5 կետ բերում Ադրբեջանը եւ ընդունում են։ Այդ բոլորն իրար հետ վերցրած հավաքական մեղադրում են Հայաստանին։ Դնենք մի կողմ ինչքան է դա անտրամաբանական այդ մեղադրանքը, դա մասին է կխոսենք, բայց փաստ է։ Դուք Հայաստանին երբեք այդպիսի ծանր փաստաթուղթ մեր դեմ չի եղել։ Նույնիսկ եթե նրանք որոշում կայացել են, դա եղել է Արցախին վերաբերվող։ Այսօր Արցախի հարցը դուք համարում եք լուծել եք։ Հայաստանից ինչ եք ուզում։ Ավելի կոշտ կետեր է մեր մասին գրած, քան անգամ ժամանակին ընդունել են Արցախի հետ կապված։ Այս համատեքստում Հայաստանի արձագանքն ինչպեսին էր արտգործնախարարության։ Հայաստանի արձագանքը բնական է պետք լիներ, բայց հարցածագում մեր մամուլում մենք չտեսանք, Իրանը ո՞նց քվեարկեց։ Բայց քո նեղության ժամանակ մենք քո կողքն ենք եղել։ Այդ փաստաթղթերը, որ ընդունվում էր, այդ փաստաթղթերի ժամանակ դեռ զինադադարի մասին խոսք չկար։ Այսինքն այնպես չի, որ դա կապեն ասել էլ նեղ-տեղ չի, վիճակներս լավ է։ Մենք ուզում ենք իմանալ, եթե մենք կանգնել ենք քո կողքը, ու իդեպ սխալ են կարևոր կանգնել ենք, մենք պետք է պաշտպանենք ակտիվ չեզոքություն։ Մի քիչ վիճելի հարց է, Իրան սահմանակից բարեկամական երկիր, անընդհատ հայտարարություններ, որ կարմիր գիծ է սահմանը իրենց համար եւ այլն, Իսրայելը, դե գիտենք, հա, Ադրբեջան, բան։ Հա, հիմա խնդիրը որն է։ Լավ, արվել է, չէ՞։ Դրանից հետո մենք մտածել ենք, ով է կանգնած Իրանի հետևը, այդ պետությունները, որոնք կանգնած են։ Վաղը մենք կարանք նրանց վրա հույս տնենք։ Որ ասեն, քանի որ մենք միասին դատապարտեցինք Իսրայելին, պաշտպանեցինք Իրանին, մենք բարեկամ։ Հիմա Իրանի հետ կապված, հա, բայց այդ իր թիկունքին կանգնած պետությունների հետ կապված պարտադիր չի։ Հիմա տեսեք նման հավակնություն ունեն։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Հիմա ենթադրենք Պակիստանը, ասում է պատրաստ է անգամ պատերազմ մտնել Իրանի համար։ Եթե վաղը մենք պատերազմ մտնենք Ադրբեջանի հետ, Պակիստանը մեզ պիտի պաշտպանի թե Ադրբեջանը։ Դրա համար ասում եմ, որ հավակնություն պիտի։ Այսինքն մենք այդտեղից հույս չունենք Իրանին պաշտպանելով իր դաշնակիցները մերը չեն դառնա։ Հա։ Առավել եւս, երբ որ Իրանը դեռ այս ամեն ինչի վիճակում բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը, բայց մեր դեմ բանաձևը մենք տենց է չիմացանք։ Բա ուր է մեր լրատվական միջոցները, բա ուր են մի հատ գրեն ասեն ենթադրենք Իրանը համաձայն չէր։ Վերջը մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Չենք ուզում իմանանք Ղազախստանն ու Ղրղստանը, բա ինչ գործ ունեին այնտեղ եւ ոնց են քվեարկել։ Չենք ուզում իմանանք Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ է, մեզ ասում են ՀԱՊԿ-ում դուք չեք ուզում ըլնեք։ Մի հատ հարց է ծագում, Ղազախստան, Ղրղստան, Տաջիկստան ոնց են քվեարկել Հայաստանի դեմ 6 բանաձևի։ Դե գոհգատնիկ չի, որ ՀԱՊԿ անդամ պետությունները մեր բարեկամները չեն։ Հա, բայց այդ շատ բարեկամ են Ադրբեջանը։ Այսինքն նշանակում է, երբ որ մենք պաշտպանում ենք մեկին, բարեկամ ձեռք չենք բերում, բայց դատապարտում ենք մյուսին, հակառակորդ ենք ձեռք բերում։ Իմ ասածը դա է, որ ակտիվ չեզոքություն ինչի համար է ասում։ Օրինակ ասենք Ադրբեջանը լավ էլ խաղեր է տալի Իսրայելի հետ, բայց ընդհանրապես մտահոգություն հայտնեց։ Ոչ ավելին։ Դա հրաապարակային։ Հա, խորքերում ինչ է կատարվում։ Ոչ ավելին, մտահոգություն ու վերջ։ Ոչ մի բան չդատապարտեց, բայց դրանից իր դիրքերը չվատացան։ Լավ, էլի վերադառնալով Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ էս փուլին, հիմա ինչ բացահայտեց այս ամբողջ ընթացքը, մինչև այս փուլի եթե ավարտ է, եթե դադար է, ավարտը կամ դադարը, ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ուժերի բալանսի հետ, ում ազդեցությունը մեծացավ, ումը փոքրացավ, ով ինչ շահեց, ով ինչ կորցրեց։ Այսպես նայենք համենայն դեպս
նույնիսկ եթե զինադադարը պահպանվի, դա ոչ մի հարց չի լուծում։ Ցանկացած պահի դա կարա շարունակվի։ Առավել եւս, այսպես նայենք, այն աշճանի Դոնալդ Տրամպը պաշտպանեց Իսրայելին չափից շատ, որ նույնիսկ դրանով ինքը անենց գրկեց Իսրայելին, ես պատահական չի, որ մի անգամ ասի, որ ինքը անենց է Իսրայելին գրկե, որ կարող անես անենց սեղմի խեղդի արդեն Իսրայելը։ Իր հեղինակության հաշվին է։ Հա, ու անգամ դա լավ չէր ընդունվում Միացյալ Նահանգներում։ Հասարակությունն ասում էր, այս ինչա կատարվում։ Այնպես չի, որ արդարացված են համարում այդ պատերազմը։ Ու այնպես էլ չի, որ դրանով Իսրայելի հարցը լուծեց։ Որտեղ եթե Իրանի հարցը չես լուծել, դու կոնֆլիկտը գցել ես հետոյի վրա, հենց Դոնալդ Տրամպը իր ազդեցությունը կորցնի, ցանկացածը ով կգա իշխանության, մեղադրելու է Տրամպի վարչակազմին։ Պայթյունը ոչ թե չեզոքացվեց, այլ հետաձգվեց կարծում։ Հետաձգվեց ի վնաս Իսրայելի։ Որովհետև Իսրայելը հիմա բացահայտվեց, որ ինքը եթե ձեռից գա անպայման կվերացնի Իրանին եւ շահագրգռված է Իրանում իշխանափոխության։ Միացյալ Նահանգները ընդամենը վերջերս ինչ էր ասում, որ մենք պետք է ուրիշ երկրների ներքին գործերին չխառնվենք։ Ուժով չպետք է փոխենք իշխանություններ, բայց դա վերաբերում էր ամբողջ աշխարհին, բացի Իսրայելի։ Չգիտես ինչ ասում եք, ասում է ուժով չպետք է փոխենք, դա մեր խնդիրը չի, հա, փոխնախագահները։ Հետո էլ ասում են, բայց եթե այսպես է, ինչու չփորձել, չգիտեմ, հա։ Դա եմ ասում, որ այսինքն միևնույնն է դա արվում։ Այսինքն մեր պարագայում մենք ոնց ենք մտածում։ Մեր ուզում ենք մեր պատկերացումը Հայաստանի ապագան, դա Եվրոպիությունն է, առավել եւս որ հիմա Եվրոպան իր անվտանգության խնդիրն է լուծում։ Գործը ավելի է հեշտանում։ Իհարկե Միացյալ Նահանգների հովանու ներքո, որովհետեւ ես ուղղակի չեմ պատկերացնում մրցակցություն Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ։ Ես պատկերացնում եմ, որ ինչ ուզում լինի, պիտի հանգեն համագործակցության։ Դա է լավագույն իդեալական տարբերակը։ Բայց թող Եվրոպան դառնա բևեռ ուժի կենտրոն, միանշանակ շատ լավ է, բայց այս պարագայում մենք նաև նայում ենք։ Իսկ եթե Թուրքիայի դերակատարությունը մեծանում է, իսկ Թուրքիայի դերակատարությանը դեմ չի Եվրոպան, դեմ չի Ամերիկան, դեմ ենք մենք։ Որովհետև եթե մենք Եվրոպայի հետ այնպես աշխատեինք որպես գործընկեր, բայց Եվրոպայի չփվելու համար ցամաքային ճանապարհն օգտագործեինք Թուրքիայի, ոչ մեկս է դեմ չէին կլինի, բայց մեր անվտանգության երաշխիքը ով տա։ Մենք վստահում ենք Թուրքիային, որ մեր անվտանգության երաշխիք ինքը կապահովի։ Այստեղ խնդիրը նա չի, որ մենք ուզում ենք հարևանի հետ լավ լինենք։ Խնդիրը նա չի, որ նրանք ովքեր անհանգստանում են Թուրքիայից, ուրեմն պատերազմ են ուզում։ Թուրքիայի հետ մենք պատերազմելու ենք, ոչ, մենք այդ մտավախությունը ունենք, որ Թուրքիայի ծրագիրը Թուրան ստեղծելու, դա ընդհանրապես կոմունիկացիայի խնդիր չի, որ Թուրքիան ցանկանում է Նախճեվանով գնա Ադրբեջանի մայր տարածքով գնա թուրքական պետությունների հետ մինչև հասնի Չինաստանի ույգուրներ։ Ոչ, նաև որ ասում է Թուրան, նրա մեջ Հայաստանը չի պատկերացնում։ Հայաստան չլնելով է Թուրան պատկերացնում։ Այսինքն այն ծրագիրը, այն հավակնությունները, որ ինքը ունի, առայժմ ոչ թե չեն զսպում, այլ խրախուսում են։ Երբ որ կանգնեց Դոնալդ Տրամփն ասեց 2000 տարում Սիրիան ոչ մեկը չէր գրավել, չէր տապալել, ինչպես տեսակ ինչ տեղի ունեցավ։ Չնայած այդքան էլ այդպես չի 2000 տարի այդպես ա եղել, մի քիչ ինքը պատմությունից այդքան էլ լավ չի, բայց հարցը դա չի, հիմա դա չի։ Բայց այնուամենայնիվ դու եթե դա խրախուսում ես, մենք անհանգստանում ենք։ Նույնիսկ եթե ես գտնում եմ, որ 20 տարուց ավել ասել եմ մեր երկրի ապագան պետք է լինի Եվրամիություն, ՆԱՏՕ, Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցություն, բայց դա ինչի համար եմ ասել, որ դա բխում է Հայաստան պետության շահերից, որ լինենք ժողովրդավար, լինենք բարեկեցիկ, լինենք անվտանգ։ Եթե հանկարծ նենց ստացի, որ իրանք գործընկեր տեսնեն Թուրքիային, մենք ինչ ողջունենք։ Իսկ այսօր մենք տեսնում ենք նաև մի խնդիր, երբ որ մեր մոտ կան մարդիկ, որոնք ասում են պատերազմի վտանգ չկա, ինչ եք խառնվել իրար։ Ասում ենք, բա լավ, իսկ պատերազմի վտանգը ինչով պետքա տեսնեիք։ Ամբողջ ընթացքում մարդկանց միամտածրել են, զգոնությունը բթացրել են ու հանկարծակի հարձակվել, հանկարծակի էֆեկտի վրա։ Այսինքն ժամանակակից պատերազմ, որ տեսնում եք հրթիռների հեռահարությունը, պատերազմի վտանգը ուզում եք հեռադիտակով տեսնեք։ Այսինքն դուք տեսնում եք, որ այդ պատերազմի վտանգը ոնց են արել Ռուսաստանը Ուկրաինայի հետ։ Վայ բա չեք ամաչում, բա մենք մեր եղբոր վրա կհարձակվենք, այն ինչ անշնորհք մարդիկ եք։ Կամ Թրամփը, քանի դեռ բանակցում ենք ինչ խփել, ինչ բան։ Այսինքն այդ հանկարծակիության էֆեկտի վրա չէ այդ պատերազմի վտանգը կառուցած, որ քո զգոնությունը բթացնեն,
Բայց այդ պարագայում, երբ որ մեր մոտ որևէ մարդ ասում է, արտաքին սիմպտոմներ չեմ տեսնում, ինչի եք խառնվել իրար, շատ վատ է, որ կարծում եք պետք է արտաքինն լինի, որ հարված է։ Այն դեպքում ժամանակակից պատերազմի պարագայում, այն դեպքում, երբ որ հերահարությունը նայում է ոսկի հարևան չեն իրար հետ, ինչի Իրանը, որ Իսրայելին խփում է, ցամաքային սահման ունի, այսինքն այս պարագայում շատ կարևոր է, որ մարդիկ զգոն լինեն եւ հասկանան, որ ի վերջո հարևանը, որը կամած քո նկատմամբ ինչ որ բան է հավաքում։ Իսկ ինչա, Ադրբեջանը չի շարունակում հավակնությունները 300,000 Այդ ամեն ինչը իհարկե ճիշտ եք ասում, բայց ի վերջո այս փուլն էլ ցույց չտվեց, որ մեծ կոնֆլիկտները ի վերջո հանգուցալուծվում են մեծ պետությունների պայմանավորվածությամբ, նույնիսկ ոչ ռեգիոնալ մեծ։ Հա, բայց հարց է ծագում։ Դա նշան առաջինը, որ մենք սահմանափակվենք ռեգիոնալ քաղաքականությամբ չի ստացվելու, որովհետև մենք չենք որոշում։ Ռեգիոնի ամենաազդեցիկ, ամենաուժեղ խաղացողը Իրանն է, ինչպես տեսակ ռեգիոնալ չմնաց։ Սա մեկ, եւ երկրորդ, իսկ ով ասե, որ ռեգիոնում մեր շահերը համընկնում է իրանց հետ։ Իրանց պատկերացրած է այս ռեգիոնի ապագայի նկատմամբ։ Եվ ի վերջո, մենք մեր անվտանգությունը ով է երաշխավորը։ Այսինքն Ամերիկայից ենք ակնկալում։ Երբ որ ուշադրություն դարձնենք մի բան, դատապարտում ենք Իսրայելին, ասում ենք այդ Իսրայելն է, բայց Ամերիկան կանգնում ասում է, այն ինչ որ արել է, ես միասին իր հետ եմ։ Այսինքն նույնիսկ եթե մենք Ամերիկայի անունը չենք տալի, մենք մեխանիկորեն դատապարտում ենք Ամերիկային։ Մենք Ամերիկայի հետ ռազմական համագործակցություն հաստատություն ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտոնյանի հետ, կհանդիպենք։